երիտասարդները լցվեն նաև Աստծո խոսքով, ամեն։ Աստծո ժողովուրդ, հիշեք մի կարևոր բան, կապ չունի ինչ իրավիճակով եք անցնում, կապ չունի ինչ իրավիճակի մեջ կաք այս պահին, հիշեք մի կարևոր բան եւ այս ճշմարտությունը, ինչ որ հիմա կբարձրացնեմ, բռնեք ձեր կյանքում եւ բաց չթողեք, Աստծո ժողովուրդը հանձնվող չեն։ Ես ձեր տեղն եմ ավելի բարձր ամենք ասեմ, Աստծո ժողովուրդը հանձնվող են։ Աստծո ժողովուրդը ամեն պարագայում կապ չունի որքան բարդ լինի իրավիճակը, միշտ հաղթական են քայլում, ամեն, երբեք մենք մեր գլուխները չենք խոնարեցնում պարտությանը, այլ մեր գլուխները բարձրացնում ենք, նայում ենք վեր, որովհետև գիտենք մեր հաղթությունը որտեղից է գալի, ամենակարող Աստծուց, ամեն։ Մեր սպասելիքը ումից է ժողովուրդ, դուք ասեք, բարձրաձայնեք Աստծուց, ամեն, Տիրոջից է մեր սպասումը, իսկ եթե Տիրոջից է մեր սպասումը, ով կարա պարտության մեջ քայլի, կարծում եմ ոչ ոք, ամեն, ոչ ոք, ուրեմն ինչ կարգավիճակում, որ այսօր կաս, ինչ թուլացած, թե ծուլացած, թե որևէ քեզ տենում ես ամենայն տկար, պարտված վիճակում լսիր ու շադիր ինչ եմ ասում, գլուխդ վեր արա և ասա ես հաղթող եմ Հիսուսով։ Մենք մեզանով հաղթող չենք, բայց մենք հաղթողներ ենք Քրիստոս Հիսուսով, ամեն։ Ովքեր են փափագում, ովքեր են ուզում իրենց աղոթքները լսելի լինի։ Ավելի ճիշտ թույլ տվեք ճշտեմ, ովքեր են որտև ամեն աղոթք է լսելի, բայց ովքեր են փափագում իրենց աղոթքները պատասխանի։ Ուրեմն այսօրվա պատգամը հենց ձեզ համար է, մեզ համար է, ամեն։ Եթե կարելի է բոլորս նստենք ու կենտրոնանանք Աստծո անուշ խոսքի վրա, բայց մինչ խոսքը կսկսեմ, կուզեմ հայտարարեմ կարևոր բան, ուրեմն բոլորս գիտենք ամսի 23-ին երեքշաբթի օրը ողջ եկեղեցով կտոնենք ռեստորանում, կտոնենք Քրիստոսի ծնունդը, պատվով, ակնածանքով, Տիրոջը հարգանքով ու սիրով մոտեցումով, ամեն, որ իսկապես այդ օրը մեր Տերը փառավորվի, թե ինչպես են իր սուրբերը տոնում իր ծնունդը, ոչ միայն, որ 2000 քանի տարի առաջ նա ծնվել է, այլ նրա համար, որ Հիսուսը նաև ծնվել է մեր սրտի մսուրներում, ամեն, այն մութ, այն կեղտոտ վայրերում, որ նա արժան չէր, բայց նա արժան գտավ, որպեսզի մենք յուրաքանչյուրս փրկվենք եւ ինքը դառնա մեր բաժինը եւ մենք իր, ամեն։ Աստծո ժողովուրդ, սկսեմ նրանով, որ Հիսուսը միտեղ աղոթք էր անում եւ երբ ավարտեց աղոթք անելը, աշակերտներից մեկը նրան ասաց Տեր, վարդապետ, մեզ էլ սովորած սա աղոթք անել, ինչպես որ Հովհաննեսը իր աշակերտներին էր սովորեցնում, մենք էլ ենք ուզում սովորենք, ինչպես աղոթենք Աստծուն։ Աստծո ժողովուրդ, եւ Հիսուսը այդտեղ սկսեց աշակերտներին սովորեցնել աղոթք։ Մինչ կանցնեմ դրան, թույլ տվեք մի կարևոր կետ, որը շեշտադրեմ, որը որ չափազանց կարևոր է, որ այսօր մենք նաև որպես Հիսուսի աշակերտներ շատերն են մոտենում ինձ ասում են ինչպես աղոթք անենք, որ ճիշտ է, որ Աստծո առջև լսելի լինի եւ Սուրբ Հոգին հենց այսօր տալիս է խոսքը ինչպես է ճիշտ աղոթելը եւ այս խոսքերը նաև մեզ է վերաբերվում, որ Հիսուսը սովորեցնում էր աշակերտներին եւ նաեւ ինձ եւ քեզ, որ Աստծուն աղոթելիս հավասարակշռված մոտեցում ունենանք։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Ակնածանքով մոտենանք Աստծուն։ Եվ այդ աշակերտները այսօր ինչպես որ ասացի 2000 քանի տարի առաջվա այսօրվա նույնպես աշակերտներ կան որ այդ սպասումը ունեն Աստծուց սովորելու Աստված մեզ սովորեցնում է մինչ դեռ մեր անձնական կարիքները, խնդիրները ներկայացնենք Աստծուն,
ամենակարևորը գանք նրա առջև գոհությամբ, ակնածանքով, նրան սիրելով ու պաշտելով։ Գիտեք, շատերը սպասում են գան այն պահին լսեն քարոզը պատգամը, երբ որ արդեն սկսում է, չեն գալիս պաշտելով, երգելով, փառաբանելով, որը որ անկեղծ ասեմ, երեք փառաբանության խմբի հետ զրուցում էինք եւ հենց այս մասին էինք խոսում, որ ասացի, որքան կարևոր է հենց այդ սկզբից այդ փառաբանությանը ներկա գտնվելը, որովհետև Աստծո ժողովուրդ խոսքը մեր համար է, բայց փառաբանությունը երկրպագությունը Աստծո, գալիս ենք իրեն պաշտելու, ինչպես կարող ենք մենք փառաբանությունը կտրել, գալ միայն խոսքը լսել, սա ցույց է տալիս եսակենտրոն իրավիճակ, որ մենք լսենք, առնենք ու գնանք, բայց մենք պետք է գանք առաջինը տալով Տիրոջը, այն բաժինը, որ իրենն է, որը որ մեր սրտի գոհությունն է, երկրպագությունն է, փառաբանությունն է, կարա եկեղեցին ասի ամեն, եւ բոլոր նրանք, որ դիտում են, կուզեմ իսկապես լուրջ մոտենան սրան, որ շատ կարևոր է, որ մենք ներկա գտնվենք հենց այդ երկրպագությանը, որովհետև հենց այդ ժամանակ է Տերը փառավորվում։ Ամեն։ Եվ Հիսուսը սկսեց սովորեցնել աշակերտներին, թե ինչպես աղոթեն տերունական աղոթքը։ Ողջ մեր հայ ազգը, քրիստոնյա ազգը այս աղոթքը գիտի, անգիր արած ասում են։ Ես հիշում եմ, փոքր երեխա ենք, մեր տատիկները, մեր ծնողները մեզ սովորեցնում էին այն։ Բայց անկեղծ թողեք ասեմ այս պահը, որ ոչ մեկս հասկանալով չենք աղոթել։ Ոչ մեկս չենք կարողացել հասկանալ հայր մեր աղոթքի այն խորհուրդը, այն իմաստը, որը որ չափազանց կարևոր է, ամեն։ Եվ ես այսօր Սուրբ Հոգին առաջնորդեց, որ քայլ առ քայլ վերլուծենք միասին հայր մեր աղոթքի խորհուրդը եւ իմաստը, ովքեր են պատրաստ, ովքեր են ուզում ավելի իմաստալից ձևի աղոթք բարձրացնեն, հասկանալով բարձրացնեն աղոթք, ամեն, որպեսզի որպես հավատացյալ քրիստոնյա ժողովուրդ, չէ որ վերջապես քրիստոնյա ժողովուրդ են կոչվում, անտեղյակ չլինենք ինչ ենք խնդրում Աստծուց, ամեն։ Կխնդրեմ բոլորիդ կենտրոնացումը լինի այստեղ, երեխաները կլացեն, կծիծաղան, կխաղան, ոչ մի բան թող մեզ չշեղի Տիրոջ խոսքից, մենք թող կենտրոնանանք Տիրոջ խոսքի վրա, որտև սա է կարևորը, անհրաժեշտ իր ժողովրդի համար, ամեն, հիշեք Աստծո ժողովուրդ, աղոթքը, ինչ որ ցանկությունների մի ցանկ չի, այլ հաղորդակցություն, հարաբերություն, մեր ամենակարող Աստծո հետ, եւ հենց այդ մտերմիկ հարաբերության մեջ է, որ մեր աղոթքները լսելի եւ պատասխանելի է լինում, ամեն։ Ուրեմն Հիսուսը ասաց աշակերտներին այսպես կաղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը։ Եվ այստեղ ուզում եմ մի հատ այս երկու նախադասություն, այս երկու նախադասության երկու կարևոր բաները շեշտը դնենք դրա վրա։ Ուրեմն առաջինը Հիսուսը սովորեցեց, որ մենք դիմենք Աստծուն, որ եթե նայեք 5 տակարան հայր չէին կոչում, ավելի Աստված անունով էին կոչում Աստծուն, Եհովա Աստված, հա, այդպես էին դիմում։ Հիսուսը այստեղ սովորեցնում է մեզ, որ այսուհետև, երբ որ կաղոթեք, դիմեք հայրին, որ երկնքում ես։ Ինչ ենք հասկանում սրանից, հասկանում ենք, որ Հիսուս այդ սիրո կամուրջը, Հիսուս մեր սիրո կամուրջն է հենց, այդ սիրո կամուրջը մեզ ինչ արեց, մեզ հաշտեցրեց Աստծո հետ, երբ որ մենք մի ժամանակ թշնամի էինք, մենք դարձանք Աստծուն ինչ զավակներ, ինչ կերպով դարձանք զավակներ, որդեգրվեցինք որպես զավակներ Քրիստոս Հիսուսի շնորհքով, նրա թափված այրունով, նա գին վճարեց, թափելով իր այրունը եւ գնեց մեզ որպես Աստծո որդիներ, եւ նա մեզ ծանոթացրեց ավելի մտերմիկ կերպով Աստծո հետ ասելով. այսուհետև, երբ որ կաղոթեք Աստծուն, դիմեք նրան հայր։
Աստծո ժողովուրդ, հայր եւ որդի հարաբերությունը մտերիմ հարաբերություն է։ Անձինս խոսամ իմ համար, օրինակները լրիվ իմ համար ալնելու, փորձեք ինձ հասկանաք։ Ես այնքան մտերիմ հարաբերություն ունեի իմ հոր հետ, ամեն բան անկեղծ կարող էի հորս հետ կիսվել, բայց միևնույն ժամանակ ես ունեի երկյուղ, ակնածանք, թե ինչպես իմ հորը մոտենամ, այդ հարգանքը, այդ պատվելը չափազանց կարևոր է։ Այսինքն, հասկանում եք, չէ՞ ինչ եմ փորձում ասել, մենք գիտենք, որ Աստված մեր հայրն է, մեր ամենամտերիմը, մեր ամենահոգատարը, բայց մենք նրա առջև գալիս ենք դարձյալ ակնածանքով, երկյուղով, հարգանքով, նրան պատվելով, ամեն, եւ այս հարաբերությունը, ինչ որ Հիսուս մեզ սովորացնում է, սա փոխում է մեր կյանքը, մեր հայացքը, մեր ամեն ինչը փոխվում է մեր մեջ, որտեղ մենք հասկանում ենք մի կարևոր բան, ամենակարող, բարձյալ Աստված մեր հայրն է, այլևս օտար չէ, ինչ որ մեկի կարիքը չունենք, հովիվի կարիքը չունենք, որ հովիվը աղոթի հատուկ, որ աղոթքը հասնի, այլ մենք մոտենում ենք նրան որպես մեր ծնող, որպես մեր հայր, այս մտերիմ հարաբերությունը, քանիսդ եք ձեր հորը դիմում ամիսը մեկ անգամ, կամ 2 ամիսը մեկ անգամ, եթե ես ամեն օր մի քանի անգամ իմ հորը չզանգեի, ես չէի բավարարվի, իմ օրը օր չէր ըննի, հասկանում եք, դա սերն է, եթե դուք սիրեք Աստծուն, դուք չեք ասի, շատերն են ստեղ ասում, մանավանդ նորերը, օրը մի անգամ աղոթք եմ անում, առավոտ կամ մեկը ասում է, առավոտ իրիկուն աղոթք եմ անում, ամեն օր, ամեն վայրկյան, ամեն րոպե դու բաց պտիլնես, որ իրա հետ անընդհատ հաղորդակցվես, իրավիճակներ կլնեն քո կյանքում, զանգի հորդ, երկինք, պապ ջան, այս ինչ խնդիրները կա, ինչ անեմ, ոնց լուծեմ, իմաստություն տուր, հասկացողություն, գիտելիք տուր ինձ այս հարցում, այս հաղորդակցությունն է Աստված ուզում ունենա իր ժողովրդի հետ, դրա համար Աստծո խոսքը ասում է, անդադար աղոթք արեք, անդադար աղոթքը որն է, այսինքն թողեմ ու անդադ գնամ ներս աղոթեմ կամ կա ծածուկում աղոթք, որը չափազանց կարևոր է, մենք կարող ենք բացահայտ տարածքներում աղոթենք Երևալու համար, բայց մեր ծածուկի աղոթքը ամենակարևորն է, որտեղ այդտեղ ենք մենք սարքվում, այդտեղ է Տերը մատնացույց անում մեր սխալները մեզ ուղում, հայրը մասսայական իր որդուն չի հանդիմանում ու խայտառակում, հայրը առանձին ցույց է տալի նրա սխալները ու ասում է, որդիս, այսինչ հարցերում պիտի ուղղվես, ինձ հետ եք Եվ Հիսուս այստեղ ասում է, երբ որ աղոթք կանեք, աղոթեք հայրին, որ երկնքում ես, այսինքն մենք ինչ ենք հասկանում, բացի այն, որ նա ծանոթացեց մեզ Աստծո հետ, որ նա մեր հայրն է, միևնույն ժամանակ ծանոթացեց նրա բնակավայրը, որ նա բնակվում է բարձրերում, կարա եկեղեցին ասի ամեն, եւ միևնույն ժամանակ սովորացրեց հայր Աստծո, մեր հայր Աստծո սրբազան բնույթը, որ սուրբ է եւ վեհ, նրանից բարձր մեծ սրբություն չկա, եւ այստեղ մենք հասկանում ենք, որ մեր հայր Աստված, որովհետեւ սուրբ է եւ կատարյալ է, մենք էլ նրա հետ, նրա նման պետք է փափագենք լինենք, ամեն, չափազանց կարևոր է ճանաչողությունը, օրինակ, Երբ որ մենք ճանաչենք մեր Աստծո բնույթը, նրա սրբությունը, նրա կատարելությունը, մենք գիտենք ինչպես մոտենանք նրան։ Օրինակ, ես որ ճանաչում եմ իմ հոր բնավորության գծերը, ես եթե մի բան ինձ պետք է գալիս, ես գիտեմ ինչպես մոտենամ, ոնց նրան հարցնեմ, որպեսզի առնեմ։ Գիտեք, եթե ես գիտեմ իմ հայրը մի բան կա, որ ինձ չի տալու, ես չեմ խնդրի դա, ստեղ ինչն է խորհուրդը, կարևոր է ճանաչել Աստծո կամքը, երբ որ մենք չենք ճանաչում Աստծո կամքը, ես այնքան սխալ աղոթքներ եմ մեկ լսում ու հետո գալի ինձ ասում են, Փաստոր ջան, աղոթում ենք չի պատասխանում, այսինքն դու աղոթում ես մի հատ չար ցանկության համար, ուզում ես այդ ցանկությունդ Աստված կատարի, Աստված ջինի չի, Աստված
ինչպես ասացինք, նա սուրբ է, կատարյալ է, հա, նա ամենակարող է, եւ սուրբ Աստծուն մենք չենք կարող խնդրել սխալ բաներ, որտեվ չի տրվելու մեզ, ամեն, իզուր է այդ մեր աղոթները, դա մի տեսակ լսվի Աստծո ականջին կարծես բլբլոց, հա, սենց այնքան որ դա աղոթք չի, երբ որ մենք իր կամքից դուրս մեր չար ցանկությունների համար բան ենք խնդրում, օրինակ, Տերեսին չի ինձ ցավացել, մի հատ դրան նենց կանես, մի վատ բան դրա հետ կատարվի։ Մենք ամեն օր Աստծուն ցավացնում ենք, Աստված ամեն օր մեզ ողորմում է, ինչպես կարող ենք մենք մեր թշնամիների պատիժը խնդրել Աստծուց, չկա նման բան, հակառակը մենք պետք է Աստծո կամքը ճանաչելով, որ նա բարի է ու կատարյալ, մենք պետք է խնդրենք այդ իր բարությունը, բարության անձևները նաև թափի այն չար մարդկանց վրա, ովքեր մեզ ցավ են պատճառում։ Ինձ հետ եք, չէ՞ ժողովուրդ, առնում եք, չէ՞ խորհուրդը։ Չափազանց կարևոր է ճանաչողությունը, ով է Աստված, Հիսուս ասաց մեր հայրը, այսինքն ոչ միայն իմ հայրը, այլ նաև այսօրվանից մեր հայրը, Հիսուս գեղեցիկ մեզ կապում է հոր հետ, ու մենք աղոթում, մեր հորն ենք աղոթում, չեմ աղոթում Հիսուս ասաց իմ հորը, մեր հորն ենք աղոթում, դրա համար այնքան գեղեցիկ է, Հիսուսի մոտեցումը, Հիսուսի այս աղոթքի խորհուրդները մեր մեջ, ամեն ով է մեր և Աստծո միջև այդ միջնորդը, հիշեք, ոչ մի սուրբեր, շատ եմ լսում ասում են, սուրբ Նեկտարիոսը, սուրբ Մարիամը, նույնիսկ որ իրա մայրն է, սուրբ Գրիգորը, սուրբ Հովանեսը, սուրբ Պողոսը, սուրբերը միջամտում են իմ ու Աստծո միջև, սուրբերի միակ միջամտությունը Աստվածաշնչի իրանց թողած թղթերն է մեզ համար, որ մենք դրանով սովորենք, որովհետև միայն մեկ միջնորդ կա մեր ու Աստծո միջև և այդ միջնորդը Քրիստոս Հիսուս Տերն է, ուրիշ միջնորդ, ուրիշ ճանապարհ, ուրիշ ձևերով չկա Աստծուն մոտենալ, չկա նման բան, դա խաբվանք է, թշնամուց է, ծուղակ է, չփորձվեք մտնեք այդտեղ, հիշեք կարևոր բան, միակ միջնորդը մեր և Աստծո միջև նա է, ով մեր համար արուն է թափել, ով մեզ համար մորթվել է անարատ գառնուկի նման և նրա անունն է Քրիստոս Հիսուս Տեր, դրա համար մենք ապավինում ենք միայն Քրիստոսին Աստծուն և ոչ թե սուրբերին, որովհետև սուրբերը մեզ պես մահկանացու մարմնների մեջ են եղել և յուրաքանչյուր սուրբ մահացել է և նրա մարմինը գերեզմանում է դրվել, բայց Հիսուս սուրբը, Հիսուս կատարյալը ընդամենը 3 օրում հարություն առավ մարմնով և այսօր հոր աջ կողմը նստած բարեխոսում է ինձ և քո համար, նա է միակ միջնորդը, ոչ մի տեղ Աստվածաշնչում ես չեմ ընթերցել, որ տեսնեմ, որ գրված ընի Պողոսը, Պետրոսը, Հովանեսը կամ սա կամ նա միջնորդում է մեզ Աստծո հետ հաղորդակցություն, չկա նման բան, չխաբվեք և կարևոր է, որ մենք իսկապես գիտելիքներով լցվենք և ճիշտ մոտեցում ունենանք մեր աստվածապաշտության մեջ մեր Աստծուն, կարող է եկեղեցին ասել ամեն, ուրեմն ոչ մի սուրբեր, ոչ մի միջնորդներ չկան մեր և Աստծո միջև, միակը որ կա դա Հիսուս Քրիստոս Աստված է, միակը, ամեն, և այսօր նրա պատճառով, Հիսուսի պատճառով, այդ զոհի պատճառով, այդ հրաշք մեր գանձի պատճառով է, որ մենք համարձակորեն կարողանում ենք աղոթել Հայր մեր։ Հին կտակարանը նայում ես, չկա նման բան Հայր մեր, Աստծուն անունով էին դիմում, ենե իրանք չէին դիմում, քահանաներն էին դիմում, բայց այստեղ Աստված, Հիսուս, պատրեց այդ վարագույրը և բացեց մեր համար և ասաց երբ գաք նրա առջև նա լսելու է ձեզ և եկեք գանք հարգանքով ու պատվով, ամեն, շարունակությունը, թող գա քո թագավորությունը լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, Աստծո ժողովուրդ,
քիչ հետո դուք հասկանալու եք ինչ ի նկատի ունեմ, որ մեր հայ ազգը, մեծամասնությունը, հայր մեր աղոթքը աղոթումը առանց հասկանալու։ Եթե հասկանան խորհուրդը, շատերը այդ աղոթքը չեն անի, որտեղ շատ խորն է, իմաստալից եւ պահանջող։ Հիմա նայեք ինչ, թող գա քո թագավորությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Աստծո կամքը մենք խնդրելով ինչ է կատարվում, Հիսուս ասեց, երբ որ կխնդրեք նրա կամքը, մենք գերադասում ենք նրա կամքը մեր կամքից։ Այսինքն, եթե ես մի կամք ունեմ, որ սա այստեղ պիտի դրվի, եթե ես խնդրում եմ Աստծո կամքը, կարող է Տերը ասի սա առ եւ այնտեղ դիր։ Որը որ ինձ անհանգստացնող աստեղ, որ դրված է, ես հանգիստ կարողանում եմ ընթերցեմ եւ խոսքը փոխանցեմ ժողովրդի։ Բայց եթե գետնում դրվի, ես պետք է նստեմ գետին, մի հատ փորձեք ինձ հասկանաք ուր եմ տանում, եւ ինձ համար անհանգիստ է գետնին չոքեմ, ու այդպես ես ձեզ քարոզ տամ։ Մի տեսակ, բայց կարա եւ Աստծո կամքը այդպես անհանգստացնող լինի։ Դրա համար, երբ որ մենք աղոթում ենք, ասում ենք քո կամքը, մենք պետք է հասկանանք, երբ նա հայտնի մեզ իր կամքը տվյալ իրավիճակի մեջ, արդյոք մենք պատրաստ ենք, արդյոք մենք կխոնարհվենք նրա կամքին, թե դեռ կպնդենք մերը քո կամքը, բայց մի քիչ էլ իմ կամքը։ Մենք ասում ենք, Հայր, քո կամքը թող լինի, գա քո թագավորությունը, քո կամքը թող լինի։ Ամեն։ Աստծո կամքը դրսևորվի երկրի վրա, մեր կյանքի ամեն բնագավառում, ամեն, դա պետք է մենք փափագենք, երբ որ մենք աղոթում ենք Տեր քո կամքը լինելը։ Ասում եմ, մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Մենք խնդրում ենք Աստծուց մեր ամեն օրվա հացը, մենք ասում եմ, երբ որ կաղոթեք հոգ, երբ որ ասում եմ կապրեք ձեր կյանքը, հոգ մի արեք վաղվա օրվա համար, վաղվա օրվա համար ես ձեր համար հոգ եմ անելու։ Ես ձեր համար այդ խնդիրը լուծելու եմ, կատարվելու է ձեզ։ Եվ Աստծո ժողովուրդ, մենք պետք է իմանանք մի կարևոր բան։ Մենք պետք է կախվածություն ունենանք մեր ամեն օրվա կարիքի համար, հացի համար, մեր Աստծուց։ Ոչ թե մարդուց, ոչ թե մեր աշխատանքի այդ բնույթից կամ որևէ բաներից, որ էսի լինի, էսի կլինի, չէ, մեր ամեն օրվա կարիքը Աստված կհոգա մեզ համար։ Ամեն։ Մի գեղեցիկ իրավիճակ եկավ դժվարություն եւ որևէ պարագա, շատ չեմ ուզում խորանամ, հա, ասենց մի քիչ թռուցիկ ասեմ, բայց կենթանի Աստծո առաջ եմ ասում, ինքը թող փառավորվի սրանում եւ այդ պահին, այդ տվյալ պահին շատ կարեւոր էր, որ մենք կարողանայինք այդ գումարը լիներ, որպեսզի ավարտեինք, հա, եկեղեցու այս շինարարությունը, երբ որ սկսել էինք, շատ մեծ գումար էր դրվել եւ 30,000 պակասում էր, 30 թե 25,000 պակասում էր, 30,000 պակասում էր այդ պահին, որովհետեւ քաշ էր պետք եւ գիտեք, շինարարություն անողներին էլ այդպես վճարվեց, մի խոսքով կանգնել ենք մի հատ տուփիկի առաջ ես ու Արմանը, իրիկունը զանգել ասում առավոտ շուտ 30,000 փող է ինձ պետք։ Էսի պիտի այս հարցը լուծվի այսօր, ես չգիտեմ ոնց անեմ, ու մենք է բնավորությունն ենք մի քիչ սենց ամեն ինչ պիտի ժամանակին ու տեղին։ Ասի Արման, արի աղոթենք, առավոտ շուտ ես հավատում եմ սրտանց, որ Տերը տալու է։ Ասեց հոդու էլ չասի, որ առավոտ շուտ նենց արթնանանք ու նենց բանկը քյանտում 30,000 դրվի, ասի հավատում եմ։ Ասեց հավատում եմ, ասի ավելավա դու մի աղոթի իմ հետ, թող ես իմ հավատքով մտնեմ Աստծո մոտ, որովհետև ինքը կաղում էր այնտեղ։ Սիլո մի քիչ չափազա, ասի օքեյ, ես մտնում եմ աղոթքի, դու նստի քո կասկածների մեջ, ես աղոթում եմ։ Նայ ձեն չի անում, որովհետև ինքը գիտի դա ճշմարտությունն է։ Ու մտա հորս առաջ, ասի Տեր, քո տարածքն է, քո փառքի համար է, քո ժողովուրդն են, ավարտելու ենք։ Արդյոք դու կթողես մեզ, որ սենց կիսատ պռատ մնանք։ Բերեցի scripture-ներ Աստծո խոսքից, չէ որ խոստացել ես։ Մեկ լնում է, չէ, զանգում էի հորս, ասում էի, պապ դու ինձ չասեցիր, որ այս ինչ բանը պիտի ինձ առնես, բա երբ ես առնում։ Հիմա նույնը իմն էր, եկել եմ Աստծո առաջ, ասում եմ, Տեր, խոստացել ես, տուր, որ մենք ավարտենք քո գործը, հասել ենք միտեղ, պակասում է այսքան։ Ժողովուրդ կենթանի Քրիստոս Աստծո առաջ եմ ասում։ Առավոտը ժամը քանիսներ 9-ին ուղիղ 30,000 փող transfer են անում մեր account-ի մեջ։ Զանգում այն ասում է
դու կրակես, ես իրոք արդեն չգիտեմ ինչա, ես իմ Աստծուն գիտեմ, ես իմ Աստծուն չեմ խնդրի մի բան, որ փորձեմ, բայց եթե ինք իմ սրտում դրեց ու ես գիտեմ դա իր կամքն է, ես կխնդրեմ դա, որովհետև Տերը տալու է դա, ամեն, եւ մենք հենց այդ օրը թեմա ամբողջ եկեղեցին, ովքեր այստեղ էին, կհիշեք, շոկի մեջ էին, ոնց կարելի է, առավոտ շուտ Տերը դա մեկը, որը որ Արմանին պիտի տար, հենց այդ օրն է որոշում ուղարկի այդ փողը։ Ու ասում եմ Տեր իմ Աստված դու հրաշք ես, դու գանձ ես, դու իրոք չես թողում քոնինները աման չեն։ Եվ էսի ես խոսում եմ ամեն պարագաներում, ժողովուրդ, անհնարին բաներ խնդրեք Աստծուց։ Այն որ ձեր ուղեղի մեջ տեղավորվում է, որ դա եթե էսի սրան գումար ենք, նա միգուցե կատարվի, լավ դրա համար կաղոթեմ։ Ոչ, աղոթեք բաներ, որ անհնարին է, բայց որտեղ մեր Աստված բարի է կտա։ Ամեն։ Ես այտենց ամեն չէի ասի, ես ձեր տեղը լեի ծափերով ու փառքերով ամեն կտայի Տիրոջը, և այստեղ մեր սպասումը ամեն օր, ամեն կարգավիճակի մեջ պիտի լինի Աստծուց, նա հոգ է տանում թե հոգևոր, թե ֆիզիկավոր մեր կարիքների համար, ամեն ժամանակ, մենք անցել ենք իրավիճակներով, իսկապես եկել է պահեր կանգնել ենք սենց կարծես ծովի առջև, չենք կարում անցնենք առաջ, հիշում ենք, աղոթել ենք, փանդամիկա գալիս և այդ պահին մենք փառաբանության խումբը առաջի եկեղեցում ենք դեռ, սա երրորդ շենքն է, առաջինում էինք և աղոթքի ժամանակ գնացել եմ, այսպես մեծ պատոհան էր շենքը և ամբողջ երևում էր, ժողովուրդը որ քշում էին, տեսնում էին մեր խաչը ու այդտեղ երեխեքը փառաբանության խումբը երգում են, փառաբանում են, պատրաստվում են ծառայության և ես կանգնել եմ այդ պատոհանի մոտ, ասում եմ Տեր, ժողովուրդը շատանում է, ինչ ենք անելու, էսի առաջի անգամ, ասում եմ Տեր, ինչ ենք անելու, ոնց ենք կարողանալու մենք այս ժամանակներում առաջ գնանք, բայց չգիտենք դեռ, որ պիտի փակվեր, խոսքեր կար, չգիտեմ որտեղ արդեն սկսել են փակել հիվանդություն կայսեն, բայց մենք չգիտենք, ժողովուրդ Աստված գերբնական ձևով, երազներով ու տեսիլքներով մեզ ասեց, այս ինչ տեղը ձեզ եմ տալու, ու դուք գիտեք, Աստվածը ամեն մարդու առաջնորդում բաներ անելը, եթե մարդը խոնարհվեց, կանի, եթե ոչ դա արդեն մարդու խնդիրն է, և Աստված գերբնական ձևի հոգ տարավ էս եկեղեցու համար, մենք մի տարի ամբողջ տարածքները փակ ա եղել, մեր եկեղեցին մի օր չի փակվել, ավելի ճիշտ մի շաբաթ փակվեց եկա ձայնագրությունով Արին Քարոզը, որտեղ COVID էի ընկել, մնացած ամբողջ ժամանակ ժողովուրդ դուք շատերդ արդեն գիտեք նստած էինք առանց մասկաներ հագնելու, դաժե ասում եմ մի հագեք, էլի խնդրում եմ, մի տեսակ ճնշող է, մի հագեք, եկեք պարզապես հավատքով ապրենք, էլի Աստված չի թողի մեռնենք, չէ որ մեզ խոսք կա տվել, մեծ գործեր ունենք անելու, եթե մենք Աբրահամի նման մտածենք, որ Աբրահամին, երբ որ Աստված ասաց տար Իսահակին զոհի, Աբրահամը գիտեր, որ իրանից սերունդ է ելնելու, Իսահակին զոհի, Իսահակին հետ կսաղացնի Տերը, որտեղ խոստումը պիտի կատարվի Աստծո, այսօր եթե մենք մտածենք Աստծո խոսքերը, խոստումները այո եւ ամեն են եւ պիտի կատարվեն, մենք չենք վախենա այդ զոհերից։ Ասացի եթե մեռնեք ինչ եք գործում, գնում եք երկինք, ապրենք, մնում ենք էլի իրար հետ ենք գնում, հանեք այդ մասկաները, մի տարի մենք իրար հետ հիվանդացել, իրար հետ առողջացել ենք եւ ոչ մեկի չենք կորցրել, Տերը մեր հետ է եղել, ամեն ժամանակ, ամեն, Տերը բարի է, եկեք ասենք Տերը բարի է, ամեն, ստեղ, որ ասում եմ հայրը կհոգա մեր ֆիզիկական եւ հոգեվոր կարիքների համար էսի։ Մատթեոս 7:9 միացրեք էսին, եթե կարելի է։ Մատթեոս 7:9 համարում ասում է, կամ ով է ձեզանից, այստեղ ուշադիր լսեք, սա կարևոր է, որ մենք հասկանանք, ով է ձեզանից այն մարդը, որ եթե նրանից իր որդին հաց ուզի, միթե քար տա նրան։ Եվ եթե ձուկ ուզի, միթե օձ կտա նրան։ Այդ եթե դուք չար լինելով, սա մեր բնույթն է բացատրում Տերը, մենք լինելով չար, երբ որ մեր զավակները մեզանից մի բան ուզում են, անպատճառ մենք տալիս ենք, ամեն, եւ ստեղ շարունակում ասում, այդ եթե դուք չար լինելով,
գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանց, որքան ավելի ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից։ Ամեն։ Շարունակումը, ասում կաղոթեք այսպես, ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք է կներենք մեր հանդեպ մեղք գործողներին։ Աստծո ժողովուրդ, երբ ներում ենք, ստեղ ուշադիր լսեք, կներեք, ստեղ շատ կարևոր է, որ բռնեք այս խոսքը, որովհետև այսուհետև շատ զգուշությամբ կմոտենաք այս աղոթքին։ Երբ մենք խնդրում ենք ներում Աստծուց, յուրաքանչյուր մարդ պարտավորվում է ներել իր թշնամուն։ Եթե դու ներում ես, խնդրում, ասում ես, ներիր ինձ այնքան, ինչքան ես է կներեմ իմ հանդեպ մեղ գործողներին։ Դուք տենում եք ինչքան խորն է տանում Տերը։ Եթե դու չես կարում ներես, ուրեմն Աստծուց է ներում մի խնդրի։ Եթե խնդրում ես, ուրեմն քո համաձայն, որքան դու կներես, այդքան է կտրվի քեզ։ Բազումս անգամ ասել են, որտեվ սա հարցում է բարձրանում, որ ասում են, եթե ներեմ թշնամուս, պիտի հետը շփվեմ, ոչ։ Բայց դու այնքան բաց պետք է լինես, որ թշնամիդ, եթե մի օր գա քեզ եւ ձեռքը մեկնի ու ասի հաց կտաս ինձ ուտելու, սա խոսում եմ, ասենք թե քեզից ինչ որ մի բան խնդրի, դու այնքան ներած ու պարզ լինես, որ տաս, որ սիրես, որ նրա համար աղոթես, որ նա էլ փրկվի եւ ապաշխարի, դու այդպես պետք է քո կյանքդ ապրես, որպեսզի ժառանգես եւ վայելես Աստծո ներումը ամեն ժամանակ, ամեն, որքան ներենք, այնքան էլ կներվենք։ Եվ շարունակումը, ասում է, մեզ փորձության մի տանիր, այլ փրկիր մեզ չարից։ Ստեղ ամենակարևոր կետը, որ ուզում եմ դնեմ, մենք պետք է ապավինենք Աստծո պաշտպանությանը։ Կարա լինի իրավիճակներ, որ մարդը մարդասպան չի, ուշադիր լսեք, մարդը մարդասպան չի, բայց կարա գա մի հատ իրավիճակի մեջ լինի, որ մարդասպան դառնա։ Սատանան գիտի ինչպես ծուղակներ պատրաստի, որ դու հունից հելնես եւ դու գնես մի հատ փորձության մեջ եւ անես մի բան, որը երբեք նպատակ չունեիր անելու կամ քո մեջ նույնիսկ չկար դա քո մտածելով, բայց հիշեք մի կարևոր բան, մեր մեջ ամեն մեղքի բնույթը կա։ Ինչ մեղք երկրագնդի վրա տեսնում եք, դա մեր մեջ կա։ Թե որ մեկն է ավելի գլուխ բարձրացնում մեր մեջ, այն է, ինչին մենք կերակրում ենք։ Մեկի մեջ նախանձն է, մեկի մեջ ատելությունը, մեկի մեջ բամբասանքը, մեկի մեջ գողանալը, մեկի մեջ շնանալը, տարբեր մեղքեր, ամեն մարդու մեջ մի բանը բնույթը գլուխա բարձրացնում։ Դրա համար ասում են, այս ինչ մարդը գող է, այս ինչ մարդը էս է, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Դրա համար մենք երբեք չպետք է ապավինենք մեր վրա։ Ժամանակ կար, երբ որ երեխաները դեռ նոր էին սկսել ավտո քշել, դեռ փոքր էին։ Դուք չեք պատկերացնի, երբ որ առաջինը Մելանին էր, թե Մայքլն էր, չեմ հիշում։ Դուք չեք պատկերացնի իմ չոքերը դողում էր, որ տնից հելնում էր։ Հավատացյալ էի, այո, հոգևոր էի, բայց էլի վախ կար։ Բա որ հանկարծ ակսիդան ունենա, բա որ հանկարծ ինչ որ մեկը գա խփի։ Այսքան դեպքեր ենք լսում, բայց երբ որ Աստծո բնույթը կամքը ճանաչեցի, հասկացա մի բան։ Ես ոչ մի բան չեմ կարա կանխեմ։ Եթե ես անհանգստանամ, պարզապես ես ուղակի ինձ եմ հիստերիկ սարքում այդ կարգավիճակի մեջ։ Ավելի լավ է ես վստահեմ ու ապավինեմ Աստծո պաշտպանությանը, ամեն, որտեղ Աստված պաշտպանել գիտի։ Աստծո խոսքը ասում է, զուր են պաշտպանողները, եթե Տերը չի պաշտպանողը։ Հիմա մենք այդպես ենք ապրում, մեր ամեն օրը մեր երեխաները Աստծո ձեռքերում են։ Ինչ իրավիճակ կլինի, Աստված կպաշտպանի։ Իսկ եթե ինչ որ իրավիճակ կլինի, որ Տիրոջ կամքն է դա, ուրեմն Տիրոջ կամքն է, բան չենք կարող մենք փոխել։ Դրա համար մենք թույլ ենք տալիս, որ Աստված տիրի։ Աստծո սեփականատերը լինենք, Աստված մենք իրանը լինենք, ինքը ամեն բան կառավարի մեր կյանքում եւ մեր երեխաների կյանքում։ Այդպիսով մենք ավելի խաղաղ կապրենք, խոստանում եմ ձեզ, ավելի խաղաղ, ավելի ապահով կլինենք մեր կյանքում, ամեն։ Եվ ավարտում է Հիսուս աղոթքի այս բանը ասելով, որովհետև քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը Հավիտյանս Հավիտենից ամեն։ Այսինքն ավարտում է դարձյալ
մեծարելով, փառաբանելով, երկրպագելով, պատվելով նրա ներկայությունը, նրա աստվածությունը։ Չափազանց կարևոր է, որ մենք ամեն ժամանակ թե Աստծուն գալուց աղոթելուց, թե աղոթքից ելնելուց մտնենք գողունակ սրտով, մեծ արանքով, պատվենք նրա ներկայությունը, ամեն։ Եղել է, որ օրինակի մեր երեխեքը, որ մի բան է իրանց պետք լնում, մանավանդ հիմա փոքրս, մեծերը արդեն մեծ են, փոքրս, որ զանգում այն, ցած մամ գիտես չէ, քեզ ինչքան եմ սիրում։ Ես արդեն գիտեմ ինքը մի բան ա ուզելու։ Մամ ջան, գիտես չէ, ես քեզ ոնց եմ սիրում։ Ամենաշատը քեզ եմ սիրում, պապան չիմանա։ Ես գիտեմ մի բան ա ուզելու, ուզում ա, մամ, այսքան փող կուղարկես ինձ։ Ես արդեն գիտեմ ինքը բան ա ուզում։ Բայց չեմ մերժում, որովհետև իր մոտեցում ինձի հաճեցնում է, իր սերը, իր հասկացաք ինչ եմ ասում, ամեն։ Այսօրվա քարոզի վերնագիրը, որ Սուրբ Հոգին սրտումս դրեց, Աստծո կամքի համաձայն աղոթքը։ Այս տերունական աղոթքը մենք, երբ որ Հիսուսը աշակերտներին սովորացեց, մենք հասկացանք մի կարևոր բան, որ երբ որ մենք աղոթում ենք Աստծո կամքի համաձայն, ոչ միայն այն պատասխանվում է, այլ միևնույն ժամանակ այն գոհացնում է Աստծուն։ Երբ որ տեսնում է իր զավակները ճանաչում են ինքը ով է, եւ իր զավակները իր կամքից դուրս հիմար բաներ չեն խնդրում։ Ամեն։ Առաջի Հովանես 5:14 համարից եմ վերցրել, առաքյալը այս խոսքերն ասում է, եւ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, այսինքն դեպի Աստված, թե ինչ որ նրա կամքի համաձայն խնդրում ենք, լսում է մեզ, եւ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք նրանից։ Եթե մենք գիտենք մեր Աստված տվյալ իրավիճակի մեջ նման ձևապատասխանելու, ուրեմն համարձակորեն մոտեցեք, որտեղ դա իր կամքն է։ Բայց եթե դուք գիտեք մի բան, դա Աստծո կամքը չի, իզուր մի խնդրեք, իզուր դուք ձեզ մի ձանձրացրեք, ամեն։ Արդյունավետ աղոթքները, հիշեք կարևոր բան, համոզելու մեջ չի, այլ խնդրելու մեջ է, անկեղծանալու մեջ է, ամեն։ Անել այն, ինչ նա արդեն իսկ նախատեսել է մեզ համար։ Նա նախատեսել է, որ յուրաքանչյուր Աստծո մարդ հաղթական լինի, թե աշխարհի վրա, թե երկնքում։ Որովհետև Աստծո խոսքը պարզ ասում է Հովանոս 10:10-ում, Սատանան եկավ գողանա, փչացնի, կործանի, բայց ես եկա, որ դուք կյանք ունենաք ուր, երկրի վրա եւ ավելին, այսինքն երկնքում։ Այսինքն համ վայելեք երկրի վրա կյանքը սուրբ կյանք ապրելով, համ ժառանգեք հավիտենական կյանքը երկնքում, ամեն։ Հովանես 15:7 համարում ասում է, եթե մնաք ինձանում, Հիսուսի խոսքերն է, եւ իմ խոսքերը ձեզանում, ինչ որ էլ կամենաք, խնդրեք, ձեզ տրվելու է։ Ում է տրվելու? Բոլոր նրանք, ովքեր մնում են Հիսուսի հետ, ովքեր, գիտեք, բազում ժողովուրդ է եկել ես եկեղեցի, հիմա հազարավոր ժողովուրդ կլներ, եթե բոլորը մնային, եկել են, առել են իրանց պատասխանը, գնացել են, ինչու, որտև շատերի համար ձանձրույթ է, սրբություն ու կատարյալ կյանք լսելը, այս անկած աշխարհում մանավանդ, երբ որ ամեն ցանկությունը տանում է մեղքին, եւ թողել են Աստծուն ու հեռացել են, երբ որ Պողոս առաքյալը վկայում է, ինքը ծառայում էր, մի ծառայակից ուներ իր հետ, Դեմասը, ասում է, Դեմասը թողեց ինձ աստվածապաշտությունը, գնաց, որտեղ աշխարհը սիրեց։ Աստծո ժողովուրդ, ես ձեր հետ չափազանց անկեղծ եմ ուզում լինեմ, յուրաքանչյուր մարդու համար աշխարհը ավելի հաճելի է, որովհետև աշխարհը բավարարում է մեր մարմնի ցանկությունները, որովհետև այս մարմնի հոգը չի, դու կփրկվես, թե չես փրկվի, անես թե սենց այս մարմինը հող է դառնալու, գնալու է հողին, իր հետ հոգը չի, այլ մեր մեջի հոգին է, որ վերստին ծնված փափագում է երկինքը, որ ումից եկել է նրան հետ վերադառնա, հիմա ուշադիր նայեք, Հիսուս ասաց, մարմինը տկար է, բայց հոգին հոժար է, դրա համար ըստեղ մի հատ գեղեցիկ գաղտնիք, ապրեք հոգով, ոչ թե մարմնային ցանկություններով, որտեղ մարմինը միշտ քեզ տանելու է մեղքին, դու անդադ փափագելու ես մեղքը, այստեղ մեկը չի կարող կանգնել ասել, չէ, իմ մարմինը արդեն սուրբ կյանք է, դու ուրեմն գնա երկինք,
Արխային մարմինը թող ու գնա երկինք, դու չկա տենց բան։ Դրա համար առաքյալը ասում է ամեն ժամանակ բախվում է մարմնի ցանկությունն ու հոգունը իրար։ Մեր մեջը զգում եք ինչ պատերազմ ա տիրում։ Ամեն օր ասում եմ Տեր դու տենում ես, ու ծիծաղում եմ ես իմ հարցում, ասում Տեր դու տենում ես, ինչա մեջս կատարվում։ Մարմինս իմ կամքը ուրիշ բան ա ուզում, բայց ներսից հոգին այլ բան ա ինձ առաջնորդում։ Եվ այդտեղ որ մեկին կերակրես, որ մեկին տեղ տաս, դա հաղթելու է քո կյանքում։ Եվ մենք պետք է ամեն ժամանակ փափագելով փափագենք, որ կերակրվի Աստծո խոսքով մեր հոգին, որ նա հասունանա։ Եվ ամեն օր ճնշենք մեր մարմինը, որպեսզի մահը չժառանգենք։ Ես խոսում եմ երկրորդ մահ, որը գոյություն ունի։ Մշտական սկզբունքը նրանում է, երբ Տիրոջ մենք չենք մենք մնում, ասում ով որ մնա ինձանում, Սուրբ Հոգին մեր միջոցով մեր կամքը համատեղ է անում Աստծո կամքի հետ։ Կամած դուք կնկատեք, որ կամած մեր կամքը փոխվում է, մենք սկսում ենք Աստծո կամքի ավելի սիրել, ավելի փափագել նրա կամքը, որովհետև Սուրբ Հոգին է այդ գործը մեր մեջ անում։ Ես չեմ կարող ոչ մեկի մեջ բան անել։ Ես երբ որ եկեղեցին նոր էր ծնվել, փորձում էի ինչ-որ բաներ, որ ժողովուրդը փոխվեն, ես հիմա բաց եմ թողել։ Դա իմ գործը չի, անկեղծ ասեմ, ես ինչ չեմ կարող փոխեմ բաներ կա։ Սուրբ Հոգին անձա, բոլոր նորեր իմացեք, ինչպես հայրը, ինչպես որդին, այնպես Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին աղավնի չի, ինչ որ մի սենց գոլոշիչ, Սուրբ Հոգին անձա։ Եվ Սուրբ Հոգին կարող է բաներ փոխել մեր մեջ, որ երբևէ մենք չենք կարողացել դա փոխել։ Ամեն։ Չնայած այն Աստծո ժողովուրդ մեր Աստված գերիշխան է, բայց նա աղոթքը սահմանում է որպես միջոց, որ իր երկնային կամքը կատարվի երկրի վրա մեզ համար։ Մի օրինակ կուզեմ տամ ինձանից, հա։ Մինչ օրինակը տալը ասեմ, որ ես ինքս աղոթում եմ միշտ Աստծո խոսքի համաձայն։ Եթե ուզում եք ձեր խնդրանքները պարզ պատասխանվի, կարդացեք խոսքը, սովորեք խոսքը, կերեք այս խոսքը եւ խոսքի համեմատ մտեք աղոթքի մեջ։ Ասա գրված է Տեր։ Դու ասել ես մեզ, որ Տեր կտաս, որտեվ այս խոստումները քո զավակների ժառանգությունն է։ Տուր, ուզում եմ, եւ Տերը կտա, անշուշտ կտա։ Մի ասма չունեք, որտեվ չեք խնդրում։ Խնդրում եք չարությունով եք խնդրում, դա համար չունեք։ Դա համար մենք պետք է փափագենք, խնդրենք Աստծո կամքի համաձայն։ Հակոբոս առաքյալը զգուշացնում է, ասում է, եսասիրական հաճույքների համար աղոթքները Աստծո կամքից դուրս են եւ անպատասխան են։ Վերջերս մի բան լսեցի, աղջիկներից մեկը ինձ մի բան ասեց, որ ասում է մեղք եմ գործում ու մեղքի անունն է տալի, ասում է բայց աղոթում եմ ես, երբ որ գնում եմ մեղքը գործել, ասում ինչ։ Այսինքն աղոթում ես Տեր, գնում եմ մեղք գործելու ների ինձ։ Այսինքն ես չեմ կարող հասկանամ, ոնց կարելի է դա աղոթես, աղոթի Տեր ների ինձ ու իմ մեջից հանի դա։ Հիմա արդեն որ զանգում ասում եմ, հիմա էլ չեմ աղոթում, ավելի վատ հիմա էլ Այն ծայրահեղությունից գոնե աղոթի ասա Տեր հանի իմ մեջից այդ մեղքը, ոչ թե դու աղոթի, հետո մի աղոթի լրիվ։ Մենք պետք է ճանաչենք Աստծո կամքը, չար ցանկությունների համար մի աղոթեք նույնիսկ ամոթա։ Ոնց որ զանգեմ հորս, ասեմ պապ ջան գնում եմ այսօր գողության։ Մի հատ էլ պատկերացեք, պապ ջան այսօր գնում եմ գողության, հանկարծ ինձ մի բանի հանի ինձ ինդեղից։ Հետո հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Քննեք ձեր անձերը, ձեր դրդապատճառները, ձեր ցանկությունները, մինչև հոր հետ կհաղորդակցվեք, ամեն։ Հակոբոս 4:3 ասում է, խնդրում եք եւ չեք առնում։ Բա պատճառը ո՞րն է։ Ասում է, որովհետև չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններումը վատնեք, այսինքն ձեր անձնական ցանկության համար եք խնդրում, դա համար էլ չունեք պատասխան ինձանից։ Պարզից էլ պարզա, որ Այն ինչը Աստծո կամքից դուրս է չի լինելու մեր կյանքում։ Եվ ցավոք սրտի եմ ասում, բաներ կա, որ սատանան կարող է տալ։ Զգուշացեք,
հանկարծ չլինի, որ ինչ որ հարստություններ ժառանգեք ու մտածեք դա Աստված է։ Սատանան գիտի առաջարկներ անել։ Հիշեք նա կրկնող է, քապի անում ամեն բան, հա, կրկնող է։ Հիսուսին ինչ ասաց։ Երկրպագի ինձ ամբողջ այս թագավորությունը հարուստ ամեն բան քեզ կտամ։ Այսօր շատ ժողովուրդ երկրպագում են սատանային, ոչ թե ինչ որ բարձրաձայնում են սատանա ես քեզ եմ, այտենց բան չի, իրանց կյանքն է երկրպագում Աստծուն, սատանային եւ դրա համար էլ ամեն հաջողությունները տալիս է նա, որպեսզի զբաղված պահի, հեռու պահի Աստծուց եւ Աստծո մարմնից։ Զգուշացեք ում ձեռից եք առնում, զգուշացեք ում ձայնն եք լսում, որովհետև նրա ձայնը նման է Աստծուն, Աստծունը չի, բայց շատ նման է Աստծուն, դրա համար մենք պիտի սովորենք Աստծո ժողովուրդը զանազանել, ով է մեր հետ խոսացողը, ով է իմ սրտի հետ խոսացողը, ամեն։ Աստված քննում է յուրաքանչյուր անձի աղոթքի դրդապատճառը։ Գիտեք, կարող է աղոթքներ լինի, որ մեզ թվա, որ բարի է։ Վատ բան չեմ խնդրում Աստծուց, բայց դրա դրդապատճառը Աստծո աչքին չար թվա։ Անշուշտ չկասկածեք, որ այդ աղոթքները չի պատասխանվելու։ Ամեն։ Ովքեր են այստեղ Սուրբ Հոգով մկրտված։ Ես ուզում եմ ձեռքերը տենամ։ Ովքեր են Սուրբ Հոգու լեզուներով աղոթում, ովքեր են մկրտված։ Շատ քչերը տեք, լսեք։ Առաքյալը նայեք ինչ է խրատում նման դեպքերում, ասում է առաջին Կորինթացիս 14-ին, առաջին ասում է կամենում եմ ամենքդ հոգով աղոթ կանեք, ամենքդ այդ երկնային հրեշտակների լեզվով աղոթ կանեք, ասում է կամենում եմ բոլորդ աղոթեք։ Այստեղ գեղեցիկ հրաշքը նրանում է, որ Հռոմեացիս 8:26 համարում սա է ասում է այնպես էլ հոգին օգնում է մեր տկարություններին, այսինքն եղել է պահ, որ այնքան ջարդված ես, չես կարողանում նույնիսկ աղոթ կանել, լինում է ձեր հետ, եղել է իմ հետ, առհասարակ սենց քարացել եմ, օրինակ Արմանի դեպքը, որ եղավ ստրոկը, ես քարացած էի, չէի կարողանում աղոթեի, չէի կարողանում բերանս բացեի, սենց մի տեսակ ահավոր վիճակի մեջ էի, բայց նայեք, ասում է այսպես էլ հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում եւ սրտերը քննողը գիտի թե ինչ է հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Աստծո ժողովուրդ, տարիներ առաջ էր գնացել էի Ատամնաբուժի եւ այդ բժիշկը իր օֆիսում ունի այս նոր սարքերը, ամեն ինչ նոր է նրա մոտ, շատ լավն է, so գնացել էի նրա մոտ, որ ատամս սարքեմ ու սովորաբար մինչև սարքելը նկարում են, չէ, որպեսզի տեսնեն ոնց պիտի սարքեն։ Եվ երեխեք, ժողովուրդ չեք պատկերացնի, հա, մինչև սկսելը սարքելը, ես որ տեսա այդ սարքը, այդ մեքենան, որտեղ պիտի կանգնեմ, որ այսենց 4 կողմս փակա, դուք չեք պատկերացնի, սարսափելի անհանգստություն եկավ մեջս, ասի նո ես այդտեղ չեմ կանգնի, սենց սարքի, ասեց սենց չեմ կարող, պետքա նայեմ, որ ասում եմ չէ, սենց սարքի, ասում եմ չեմ կարող, պիտի նկարեմ, որ տեսնեմ, հիմա բժիշկն է գալի, բժիշկը ինձ ուզում է համոզի, ասում եմ ուզում ես փոքր մի բան տամ, սենց դիր լեզվի տա, քեզ կհանգստացնի, հա, այտենց anxiety չես ունենա, չես վախենա, կկանգնես մի վայրկյան, չէ ասում եմ, չեմ ուզում այդ տեղը, ոչ բան իմ վրա չի կարա տիրի, ես մենակ իմ Տերը իմ վրա պիտի տիրի, ու այդ պահին համոզելա, կանգնելա, բացատրում է ինձի, որ աչքերս փակեցի ու սկսեցի երկնային լեզուներով աղոթել։ Ու այդ մի պահ հլը աղոթքս, հլը մի վայրկյան չէր տևել, մեկ էլ ձայն եմ լսում։ Սուրբ հոգին իմ ուշադրությունը մի անգամից երկի միջոցով գրավեց ու լսում եմ այն երգը, որ եկեղեցում երգում ենք, որ ասում է sing with me hallelujah։ Մենք այդ րոպեին ես կանգնած լսում եմ, ասում եմ իմ հետ երգի hallelujah։ Ու ես այդ կանգնած եմ ու երգում եմ հետ ու մտածում եմ, էլի ասում եմ լավ,
Սրանք անհավատ ժողովուրդ են, գիտես, ասում անհավատ ժողովուրդ են, սրանք ես հոգևոր երգը որտեղից են դրել, ես մոռացել եմ, որ արդեն նկարում ա ինձ, ես հարց ու պատասխան, Տեր, ես ինչ ա, ես ինչ երգ են սրանք դրել, բացեց ասեց ավարտել ենք էլի, ու հելել եմ, հիմա ինձ վախս գնացել ա, ես մտահոգված եմ, խեն սրանք հոգևոր երգ դրել, որ ինձի շեղեն, ու մի անգամից մոտեցա այդ աղջկան, ասեցի ռադիոյի վրա որ բանն եք դրել, ասեց ո սխալվել են, կներես ու փոխեց, ինքը սխալվել ա, հոգևոր չանալա դրել, էդի սխալմունք էր, դուք ինձ ասեք, Աստված իմ ուշադրությունը գրավեց երգի միջոցով, որպեսզի ես չվախենամ, ինչ եմ փորձում ասեմ, աղոթքը, ինչ արեց ինձ, հանեց ինձ այդ վախի մեջից, տարավ մի հատ տարածք, հետ մնա, ամեն բան լավ ա։ Աստված գիտի իրաններին ոնց պաշտպանի իրավիճակներից։ Մենք պետք է պարզապես հավատանք ու վստահենք նրան։ Ամեն։ Առնում եք մի բան։ Սրանից հետո ոնց ենք աղոթում։ Իր կամքը խնդրելով։ Հավատացնում եմ ձեզ Աստծո ժողովուրդ, որ իսկապես Աստծո կամքի համաձայն աղոթելու գաղափարը հեշտ բան չի։ Շատ անգամ եղել է, օրինակ, երբ որ տուն էինք գնելու, որ արդեն պիտի մշտական մնամ, չեմ ուզում հելեմ, տուն էինք գնելու, երբ որ տունը տեսանք եւ ասացի հենց ես եմ ուզում, Արմանը ասեց, էսի պիտի քանդվի 0-ից թազա սարքվի, ասում եմ ես եմ ուզում, այն կապրիզ երեխեք են ելնում, ես եմ ուզում, ասեց, բայց ասեց տևելու ա մի տարի, it's okay, ես եմ ուզում, հիմա լսեք, ասաց գնա աղոթ, եթե Աստծո կամքն ա կլինի, աղոթք եմ անում, Տեր, եթե քո կամքն ա, թող այս տունը լինի, բայց եթե քո կամքը չի, թող էլի լինի այս տունը, հավատացեք այդ ձևել աղոթել եմ, եթե քո կամքը չի, էլի թող այս տունը լինի, էլի խնդրում եմ Տեր, գիտեք, կա Աստծո կամք, կա Աստծո թույլատրելի կամք, բաներ կա, որ Աստված ուղղակի թույլ ա տալիս, անում ա մեր համար, ինչու, որտեվ շատ ա սիրում մեզ, եւ այդ իր անսահման սերը թող ամեն մեկիս կյանքում իրականանա, որ ամեն մեկս ապրենք այդ սիրո վրա հիմնված, ամեն, մեր պաշտպանությունը, ավարտում եմ, մեր պաշտպանությունը, մեր երջանկությունը, մեր հաղթությունը, մեր փրկությունը, ամեն ինչ Աստծո կամքի մեջ է։ Երբ որ մենք խոնարհվում ենք նրա կամքին, թե աղոթքով, թե որոշումների մեջ, թե ապրելակերպով, իմացեք, մենք հաղթական ենք ամեն կարգավիճակի մեջ, խնդրենք նրա կամքը, վերդասենք նրա կամքը մեր կամքից ավելին, ամեն, եթե կարելի է փառաբանության խումբը մի պահ վերև եկեք, կխնդրեմ այն նոր երգը, որ սկսեցինք երգել, մեկ անգամ ևս, բոլորս միասին, պարզապես փառաբանենք ու երկրպագենք նրան այս երգով, որտեղ այս երգը ոչ թե միայն խոսքեր է, այս երգը կյանք է, այս երգը կարող է մեր կյանքում իսկապես վկայենք, որ սա իրականություն ամեն կխնդրեմ բոլորս մտնենք իր ներկայության մեջ պարզապես փակ իր աչքերը ու ասա Տերին ես գիտեմ դու այստեղ ես ես գիտեմ քո ներկայությունը այստեղ է Տեր որովհետև այն խոսքը որ խոսեցիր դա այն կենթանի ջուրն է, որ դու խմեցրիր քո սուրբերին, Տեր, խնդրում եմ Հայր այցելիր ամեն մեկին այս պահին, որ այս երգերը կերգեն, այս երգը, թող նրանց համար կյանք լինի, Սուրբ Հայր, ես չգիտեմ ամեն մեկին մի ձևով դիպչի, թող զգան քո ներկայությունը, թող շոշափեն քեզ, Սուրբ Հայր, թող այն ինչ կամք, որ ունեն, իրենց կամքը քո կամքի համաձայն լինի, ամեն
Եվ դու փառավորվես այս երգերով Հիսուսի անունով։ Ամեն։ Եկեք ծափտանք երկինք մեր ամենակարող Աստծուն եւ եկեք փաստանք Տիրոջը մեր փառաբանության խումբի համար